Ապում լրատվամիջոցներից։ Դե ներկայացրեք ձեր պահանջները, նույն պահանջներն են, ինչը որ դատախազություն եք տարել։ Ոչ, այսօր մենք եկել ենք այդ գումարների հետևից, եկել ենք պահանջելու քաղաքացիներից շորթված գումարները, ինչի, որովհետև այդ հանցագործությունները տեղի են ունեցել տվյալ պետական մարմինների թերի աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքում տեղի են ունեցել փաստորեն ձեռնարկատիրություններ տարբեր տեսակի, որը արգելված է եղել, ապօրինի ձեռնարկատիրությունը իմացել են եւ չեն կանխել, դրա հետևանքով երկրում ունենք մոտավորապես 20,000 եւ ավելի տուժածներ։ Նույն հարթակից, թե տարբեր հարթակների մասին է խոսքը զանգերի կենտրոնների միջոցով ներդրումային խարդախությունների եւ այլ կիբերհանցագործությունների մասին է, որ այսօր քաղաքացիները հայտնվել են ֆինանսական կազուսի առաջ եւ այդ քաղաքացիները հիմա ասեմ թե ինչի համար են խոսափում լրատվամիջոցներից, որովհետեւ նրանք առաջի հարվածով հսկայական շատ մեծ գումարներ կորցնելուց հետո ենթարկվում են հալածանքների եւ հասարակության կողմից, որ ուր է ձեր գլուխը, ինչի եք խաբվել, ինչի եք գումարները փոխանցել հանցագործներին, նախ հանցագործների ճակատին գրած չէր, որ իրանք հանցագործեն, նմանատիպ դեպքերում ամբողջ փաստաթղթաբանությունը իհարկե ապահովագրված է լինում։ Մենք ունենք շահառուներ, ովքեր մասնագիտությամբ ծրագրավորող են։ Այստեղ կան քաղաքացիներ, ովքեր աշխատում են բանկերի փողերի լվացման բաժիններում, այնպես որ ծուղակում հայտնվելը դա միայն ու միայն միամիտ մարդու խնդիրը չէ։ Պարոն Կարագեզյան, առաջին անգամ ունի պարտականություն, պաշտպանություն տրամադրելու քաղաքացիներին եւ պետությունը ունի պարտականություն քաղաքացիների ֆինանսական իրավունքները վերականգնելու եւ պետությունը չունի իրավունք ֆինանսական տույժեր կրած քաղաքացիներին մեղադրանքներ ներկայացնելու, թե իբր թե միամտություն է, իբր թե անփութություն է, միամտություն եւ անփութություն այս մարմինների արածներն են։ Պարոն Կարագեզյան, նայեք, ընդունում եմ օբյեկտիվ ձեր դիտարկումները, ամեն դեպքում հանրային շրջանակներում հարց է ծագում, առաջին անգամ խաբվելուց, երկրորդ անգամ խաբվելուց հետո, երրորդ անգամ վստահելն է քննչական կոմիտեի դաշտում։ Այո, որովհետև առաջի անգամ, երկրորդ անգամ, երրորդ անգամ սա նույն հանցագործությունն է, սա նույն ձնագնդին է, որ գլորվելով խնդիրը ուղղակի մեծանում է։ Մարդը ծուղակում հայտնվելուց հետո ինքը այդ հսկայական գումարներ, օրինակ 20 միլիոն դրամ, 30 միլիոն դրամ, $100,000, $60,000, $160,000, այս գումարները ինքը միանգամից չի տալիս։ Մենք ունենք քաղաքացիներ, ովքեր առաջին ներդրումը արել են $1,400, դրանից հետո արել են նորից մի $1,000, հետո ինչ-որ միջազգային իբրև թե կազմակերպություններ, բայց իհարկե հասկանում ենք նույն կազմակերպությունն է եւ նույն ծուղակն է, զանգահարում են քաղաքացիներին իբրև թե իրավաբանական ծառայություններ են, իբրև թե իրավապաշտպան կազմակերպություններ են, իբրև թե այդ կորսած գումարը գտել են, բայց միայն ու միայն մնում է իրանց վճարեն, որ այդ գումարները վերադարձնեն։ Մի քանի $1,000 էլ վերցնում են այսպես կոչված իրավաբանները։ Մի քանի $1,000 էլ վերցնում են հետո իբրև թե շահույթի ինչ-որ հարկեր, ինչ-որ տոկոսներ։ Այդ միջանկյալ փուլերում դիմողներ եղել են պատկան մարմինների։ Զառաջան ներողություն եւ իհարկե այս ամեն ինչը արդեն տեղի է ունեցել քրեական գործի, որոշ դեպքերում քրեական գործի նախաձեռնումից հետո քաղաքացին դեռևս ոչ միայն պաշտպանված չի, այլ հանցագործությունը նույն կերպով եւ ավելի մեծ թափով շարունակվում է նրա նկատմամբ եւ որևէ կերպ այս քաղաքացին չի կարողանում պաշտպանության հասնել։ Որևէ կերպ քաղաքացին պաշտպանություն ձեռք չի բերում, դա անփութության արդյունք է։ Ինչ հույսեր ունեք ընդհանուր առմամբ, ինչքանով է քննչականը կատարելու ձեր պահանջը, գումարը վերադարձնելու, քիչ աբսուրդի ժանրից չի, եթե ծուռը նստենք շիտակ խոսենք։ Ոչ, եթե ծուռը նստենք շիտակ խոսենք, պիտի լինի, պիտի հաղթի քաղաքացու իրավունքն ու արդարությունը։ Իշխանությունը ով կլինի թող լինի, մեզ իշխանությունները բացարձակ հետաքրքիր չեն, մենք հիշեցնում ենք նրանց պարտականությունները, որը պիտի կատարեն։ Հակառակ դեպքում այս դռները կփակենք,
հակառակ դեպքում մենք պատրաստ չենք կույրաղիքներ պահելու, հակառակ դեպքում մենք պատրաստ չենք հարկեր վճարելու այն դեպքում, եթե մեր իրավունքները որևէ դեպքում չի վերականգնվում, թող բերեն ինձ մի դեպք, ովքեր ներդրումային խարդախությունների հետևանքով զոհ դարձած քաղաքացիների մեկ իրավունքը վերականգնել են։ Մեկ դեպք եմ ուզում, մեկ դեպք, ապա ինչ ենք պահում ես կիբերանվտանգության վարչությունները, հատուկ դեպքերի քննության վարչությունները, ինչի համար ենք պահում այդ վարչությունները, եթե չի վերականգնվում իմ քաղաքացիների իրավունքը, եթե ներկա պահին ես տեսնում եմ այստեղ քաղաքացիներ, ում մասով մենք անհանգստացած ենք եւ ուզում ենք նրա մասով արդեն ցուցմունք տանք, որովհետեւ վտանգավոր է, հանցավորները կապվում են քաղաքացու հետ, սպառնում են, որ եթե այս կամ այն ինֆորմացիան կտաս պետական մարմիններին, մենք քո գլուխը կկտրենք։ Սա իրատեսական վտանգ է քաղաքացիների կյանքի նկատմամբ։ Հիմա ինչ քնենք ուխտի ականջում, թե քնենք էշի ականջում։ Ես մի վարքյան այս թղթերը բաժանեմ մի հատ քաղաքացիներին, որովհետև այստեղ եղել են լիքը քաղաքացիներ, ովքեր դեռևս հանցագործության մասին հայտարարություն չեն տվել միայն ու միայն այն պատճառով, որ չեն կարողանում, ինչա նշանակում, մարդը գնում է ոստիկանության բաժին, հա, ներքին գործերի նախարարության հանցագործության մասին հայտարարություն տալու, նրան ասում են դու ես մեղավոր, նրան հուսալքում են, ասում են փողդ մեկա չենք կարողանալու գտնենք, մեկա չի վերադարձվելու եւ այդպես էլ կասեն, որովհետեւ մի օրինակ չունենք, որի գումարները վերադարձել են։ Նորից եմ ասում, ինչ ենք պահում այդ վարչություններին։ Ես մի հատ քաղաքացիներին հիմա օգնեմ, նորից կմոտենամ, լավ, շնորհակալություն։ Չեմ խոսում, ապեր։